այդ չարաբաստիկ օրը սեպտեմբերի 19-ին երբ սկսվեց լայնամասշտաբ հարձակումը, դիրքերում էր ամուսինս ու այդ օրվանից ինքը անհայտ չկա դիրքերից, բայց հավաստի աղբյուրներից գիտենք, որ գերի են վերցրել, ինքը ողջ է, դժբախտաբար չենք կարողանում դա հաստատել, չգիտեմ, գուցե այստեղ իշխանությունների նաև ոչ լրիվ կատարյալ աշխատանքն է, որովհետև 23 թվականից մենք քիչ անհայտ կորած ունենք, քանակը բարեբախտաբար քիչ է, կարող էին հեշտությամբ գտնել, տեղեկություններ իմանալ, արդեն 2 տարի 7 ամիս է անցել, բայց մենք ոչ մի տեղեկություն չունենք մեր հարազատներից։ Իշխանությունները ինչ են ասում, այդ դեպքում ուր է ձեր ամուսինը, ինչու, եթե Ադրբեջանում չէ, եթե մահացել է, դիակը ձեզ չեն տվել, ինչ հանգամանքներ են։ Կատարվել է նաև որոնողական աշխատանք տվյալ հատվածներում, էլի ոչ մի դիակ, ոչինչ չեն գտել, հետևաբար մենք հակված ենք ավելի շատ հենց այդ 11 անհայտ կորածներն էլ հարազատներն էլ մեր սեփական հետախուզություն ասեմ, թե հարցադրում ասեմ, ովքեր որ մնացել էին ողջ, իրենց պատմելով մենք եզրակացնում ենք, որ իրենց գերի են վերցրել, դե ով իմանա, արդեն 2 տարի 7 ամիս է անցել, թուրքի ճիրաններում ինչպես կարող են գոյատևել, դա մեծ հարցական է, որովհետև մենք ունենք ոխերիմ թշնամի, դա ադրբեջանցին է, դա թուրքն է, եւ ես չեմ պատկերացնում մեր հետագա կյանքը թուրքի ադրբեջանցու հետ մեկտեղ։ Իսկ 300,000 ադրբեջանցիների Հայաստան գալու հանգամանքին ո՞նպես եք վերաբերվում։ Բացասական, որովհետև դա հնարավոր չէ, միանշանակ։ Պիտի գա գուցե եւ 5-րդ սերունդը, որ մոռանան այդ ցավերը, ինչ մենք ենք տեսել։ Ինչպես կարելի է մոռանալ, երբ մենք 9 ամիս շարունակ կարոտ հացի օրերով հերթ էինք կանգնում, դուք տեսնեիք, թե դասարաններում երեխաները ինչպես էին պատառիկներով իրար հացի կտորներ բաժանում դասապրոցեսների, դասամիջոցներին, դա մոռանալ չի լինի, սա հերթական մեր եղերնն էր, դժբախտաբար, որը էլի կատարվեց, կրկնվեց 21-րդ դարի դարասկզբին, ինձ ուղղակի մի բան է շատ հուզում, որ մենք հիմա միասնական չենք, որ պետք է կրկին անգամ հայ ազգը ոտքի կանգնի ու այստեղ ոչ մի խաղաղության մասին խոսք այլևս գնալ չի կարող, քանի մենք ունենք անհայտ կորածներ, ունենք գերիներ, ունենք անորոշ ճակատագիր։ Եվ համոզված եմ, որ կգա ժամանակը եւ մենք կվերադառնանք մեր Արցախ աշխարհը, միայն դրա մասին եմ երազում։ Երբ արցախցիները խոսում են Արցախ վերադարձի իրավունքի մասին, գործող իշխանությունը ասում է, որ դուք դրանով խոչընդոտում եք խաղաղության օրակարգին։ Որովհետև վախենում է հիմիկվա մեր իշխանությունը, ինչ որ վախ կա իրանց սրտում, չի կարելի ծնկի գալ Թուրքի առաջ, միայն դիվանագիտորեն, թե պայքարի ձևով, չգիտեմ, պետք է ընտրել ուղի եւ պետք է կանգնի ողջ հայ ազգը, ողջ հայությունը, երկրագնդի վրա ողջ հայությունը պետք է միասնական լինի։ Եթե մենք միասնական մի կետից չխփենք, մենք հաղթանակի չենք հասնելու։ Բացարձակ։ Ադրբեջանից Մուստաֆայևը ծածուկ եկավ Հայաստան, դրա մասին հայկական մամուլը չդրեց, մենք ադրբեջանական մամուլից տեղեկացանք եւ հանդիպեց հայ գործարանների հետ։ Սա նախ ինչու գաղտնի պահվեց ըստ ձեզ եւ սա չի տանում ձուլման քաղաքականության։ Միանշանակ ես կարծում եմ, որ հիմիկվա իշխանությունը միայն դրան է տենչում, որպեսզի մենք միասին ապրենք, ինչպես եղբայրական ազգ, ինչպես խորհրդային տարիների ժամանակ է եղել, ծածուկ է պահել, որպեսզի խոչընդոտներ չլինեն ու իրենք կարողանան իրագործեն իրենց սև գործը։
Էմանուել Մակրոնը երեկ հայտարարեց, որ բանակցություններ կվարի Թուրքիայի հետ հայ գերիների վերադարձի համար։ Ինչու կարծում, ինչու այսքան տարիների ընթացքում Էմանուել Մակրոնը ոչ մի խոսք, ոչ մի բանակցություն չտարավ գերիների մասին եւ այսօր որոշեց խոսել դրա մասին։ Էլի չեմ կարող վստահել մի մարդու, որը 20 թվականի 44 օրյա պատերազմի ժամանակ ոչինչ բացարձակ չնախաձեռնեց, հետևաբար պահանջը ստեղ вообще ուրիշ է։ Մենք երեխեքին ենք ուզում, ուրիշ բան չենք ուզում։ Ով է եկել, ինչի համար է եկել։ Հետևաբար տվեք այդ հարցերը որ պետք է։ Իսկ մեր ծնողներին տվեք այն հարցերը, ինչի համար ենք ստեղ։ Մենք ստեղ ենք ընդհանրապես մեր երեխաների պահանջի համար, որը որ արդարացի պահանջ այս պահին մեր երկրում, չէ։ Մենք սպասում ենք մեր զավակներին։ Всё, այդքան բա։ Հետևաբար Էմանուել Մակրոնը չի կարող իրագործել հենց այդ նույն որ նպատակ է դրել, ինքը նպատակ չունի բացարձակ ազատելու թե մեր գերիներին, թե մեր անհայտ կորածների հարցով ինչ որ գործ շարունակել, դա իր ռեյտինգի համար է արել։